տարի գալիս եք Հերիձոր։ Այո, ամեն տարի այցելում ենք Հերիձոր, այս տարի 110-րդ տարելիցն է հայոց ցեղասպանության եւ օրվա իշխանությունները ուզում են այս ցեղասպանությունը ուրանալ, ով ուզում է այդ հայոց ցեղասպանությունը ուրանալ, մեզ համար ազգի դավաճան է, ինքը նույն թուրքն է, նորվա իշխանությունները այսօր կայնել են ուզում են հրաժարվել դրանից, իրանք Հայաստանում Թուրքիայի դեսպանն են, օրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դրա համար էլ մենք բոլորովս պիտի լինենք պահանջատեր, այս դարերով եղել է սա հայկական ցեղասպանությունը եղել է 15 թվականին, բոլորս պիտի հիշենք, մշտապես պիտի կոչենք, ով է ուրանում է ազգի դավաճան է, մենք մնում ենք նույն տեսակետին տարիներ շարունակ, իշխանափոխություն պիտի լինի, օր առաջ այս թուրքահաբադակ իշխանություններին պիտի հեռացվի։ Ինչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, որ ասում են, որ Հայաստան պետություն որպես այդպեսին չի եղել, Երևանին Երևան են ասում, ինչի մասին է խոսքը, ով այսօր ուրանում է հայոց ցեղասպանությունը, ազգի դավաճան է, ով ուզում է լինի, թեկուզ մեզի բարեկամը լինի, ինքը ազգի դավաճան է, եղել է, մենք պիտի լինենք պահանջատեր, ու օրվա իշխանություններին օր առաջ պետք է հեռացվի, մենք ամեն ինչ անելու ենք, մեր պայքարը շարունակում է 2018 թվականից մինչև օրս, պետք է իշխանություններից ազատվենք, միակ լուծումը դա է, թուրքը ադրբեջանցին կյանքում էնօրքսը չէին կարա, եթե օրվա իշխանությունները չլինեին, մի մետր հող գրավեին, հանձնվել է, ճանաչվել է օրվա իշխանությունների կողմից, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարը ազգային ժողովում կանգնում ասում է, Արցախը ադրբեջանական է, ինչի մասին է խոսքը, դավաճան է, նրան օր առաջ, եթե ԱԱԾ ունենայինք, եթե ունենայինք դատախազություն, օր առաջ պետք է կալանավորեին իրան, ոչ թե գնային մանր մունր կանաչի ծախողների ետևից, ցավալի է, մենք էնօքսը մեր ընտանիքով, մեր ազգուտակով, մեր բարեկամներով, մեր քաղաքապարագից ընկերներով մշտապես պայքարել ենք, որ իշխանություններին օր առաջ հեռացնենք, ու այդ քայլի վրա ենք, համայնքի ղեկավարի ընտրություններում էլ գյումրեցիները բոլորն ասում են Գյումրիից է եկեք, Գյումրին մերժեց ՔՊ-ին, ՔՊ-ն այլևս իշխանություն չունի, մեր նպատակներով ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չունենա եւ չունեցավ, մնացածը արդեն էնօքսե մնաց Երևանից Նիկոլին հեռացնենք կառավարության շենքից։